Մենք ասել ու փաստում ենք երկրի նախագահի արտաքին քաղաքականությունը տարբեր տեսանկյուններից արդարացված է եւ կառուցողական իշար ժողովրդի հայտարարում է օրեկական Հովհաննես Մարգարյանը։ Ամերիկյան հանդիպումը մեկ անգամ եւս եկավ հաստատելու, որ մենք պատրաստ ենք այն ստորագրությունը, որ դրվեց արձանագրության տակ, եւ դա ասել ենք նախաստորագրված փաստաթղթի հետ կապված եւ ստորագրված արձանագրության հետ կապված, որ մենք պատրաստ ենք վավերացնելու, եթե թուրքական կողմը կամ վճռականություն ցուցաբերի եւ փաստորեն կվավերացնի այդ արձանագրությունը։ Մենք պատրաստ ենք մեր կողմը վավերացնելու։ Նույն ամերիկյան հանդիպումից հետո Թուրքիայի վարչապետի հայտարարությունները սակայն այնքան էլ չեն բխում առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունների հաստատման սցենարի շահերից։ Հիշեցնենք, Էրդողանը բառացիորեն հայտարարեց, որ ինքը Ղարաբաղյան թեմայով խոսել է Օբամայի, Մեդվեդևի եւ Սարկոզիի հետ եւ ցանկություն հայտնել, որ Մինսկի երյակը ավելի ակտիվացնի իր ջանքերը հիմնախնդրի լուծմանը հասնելու համար։ Գիտեք, կա հայտարարություններ, երբ ներքին սպառման համար է դա, կա հայտարարություններ, երբ արտաքին սպառման համար է։ Ես չգիտեմ, ճիշտ ասած, կլինեն տարբեր հաստատություններում, տարբեր հայտարարություններ, այդ թվում նաև Էրդողանի կողմից, բայց ես դա չեմ ընդունում, որովհետև, այսինքն չեմ ընդունում որպես պաշտոնական հայտարարություն, որովհետև պաշտոնական հայտարարություններ արվում են այդ պաշտոնական հայտարարությունների տեղին եւ ժամանակին, այդ պահին օգտագործելով բառը, այսինքն պաշտոնական հայտարարություն կարող էր անել Թուրքիան, երբ արձանագրությունը ստորագրեց, երկուստեք արտգործնախարարները, երբ ստորագրեցին, պաշտոնական հայտարարություն կարող էր անել Թուրքիան, երբ գտնվում էր Ամերիկայում իրենց վարչապետը, եւ ես սա եմ ընդունում պաշտոնական։ Մեկ այլ հայկական գործիչ Արթուր Աղաջանյանին հարցրեցինք, թե կան արդյոք որոշակի տարբերություններ, օրինակ երկիր կուսակցության եւ հանրապետական կուսակցությունների տեսակետների միջև արտաքին քաղաքական խնդիրների վերաբերյալ։ Ոչ, ասում է օրեկական գործիչը, ու ես դա ուրախությամբ եմ նշում, որովհետեւ միայն ներքին կայունության շնորհիվ հնարավոր է հասնել հաջողությունների նաեւ արտաքին հարցերում։ Ու սա այն դեպքում, երբ ընդդիմադիր համարվող Հայ ազգային կոնգրեսը հայտարարում է արտահայտ ընտրությունների մասին, իսկ Դաշնակցությունը հայ-թուրքական հարաբերությունների ներկա զարգացման սցենարով կանխորոշում ավելի դժգույն ապագա։ Ցանկացած երկրում կա ընդդիմություն, ցանկացած երկրում ընդդիմությունը որոշակի քայլեր անում, դե պետք է մի քայլ անի, որ ժողովուրդը տեսնի, որ իրենք դեռ քաղաքական հարթության վրա են գտնվում։ Ճիշտ կլինի պատրաստվել ընտրությունների։ 12 թվականը սարերի հետևում չէ։ Կարելի է պատրաստվել։ Դաշնակցության մասին բոլորը գիտեն, սկզբունքները գիտեն, եւ յուրաքանչյուրը կարող է համադրել սկզբունքները, հարված քայլերը, ինչքանով իրար հետ համատեղել է, եւ հայտարարությունները, որոնք արվում են։ Յուրաքանչյուր թողին որոշում կայացնի։ Քաղաքական ուժը մեկ աշխատում է ազգային ժողովում, կուզենայի, որ նաեւ հայ արտաքին քաղաքականության մեջ նրանք այլ դիրքորոշում գրավեին, որովհետեւ դա ազգի համար է պետք։ Նշեմ, որ օրինակ երկիր կուսակցության պատվիրակությունը մեր քաղաքում ուղեկցում էր նախարար Գերասիմ Ալավերդյանին, իսկ նախարարը Գյումրիում էր, որպեսզի մասնակցեր Գյումրիի Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում ծառատունկին։ Նախարարը այցելեց նաև Ախուրյանի շաքարի գործարան, որը նախատեսվածի համաձայն սկսելու էր աշխատել մայիս ամսից, սակայն գյուղացիների մեջ պակասել է խանդավառությունը ճակնդեղ մշակելու, որ կար անցած տարի, ասում է նախարարը։ Գործարանը ինքը սկսի այդ գործընթացը, ինքը սերմերը բերել է, ֆուտունակիմիկատներ, կազմակերպի եւ բնականաբար կազմակերպելու է այս տարածաշրջանի ժողովրդի եւ այս տարածաշրջանի հողերի վրա եւ հետո արդեն կամաց մեր պայմանագրային տիպային պայմանագրերի ձևերը, որ մենք մշակել ենք արդեն եւ գյուղացիներին արդեն տրվել է մեր գամկերի միջոցով, մեր խորհրդատուների համապատասխան հանձնաժողովների միջոցով, որպեսզի հստակեցնենք որ գյուղացին ինչա պարտավորվում եւ գործարանի սեփականատերը գործարանը ինչա պարտավորվում, որպեսզի հետագայում այս նման կարգի խնդիրներ չլինեն։ Նախարարին հարցրեցինք նաև վաղ գարնանը Շիրակի մարզի կարգտահարված համայնքներից։ Հիշեցնենք, որ անբարենպաստ եղանակն ու ուժեղ քամին մեծ վնաս էր հասցրել ոչ միայն գարնանացանին, այլ նաև մեծ թվով անհատական տնտեսությունների մի շարք համայնքներում։ Փոխհատուցում սպասվում է արդյոք հիշյալ գյուղացիական տնտեսություններին։ Շիրակի մարզը համեմատաբար այս տարվա ավելի ցածր փոքր թվեր են, քան այսենք ցարտահարություն եւ կարգտահարությունից այլ մարզերում, այդ թվերը նախնական են, մարզպետարանից մենք թվերը ստանում ենք, բնականաբար ամփոփելուց հետո կներկայացնենք կառավարություն, նոր կառավարությունում կորոշվի թե ինչ մոտեցումներ, ինչ փոխհատուցման, ինչ օգնության խրախուսման ճանապարհներ մենք կարող ենք գտնել։ Քրիստինա Մկրտչյան, Արտյոմ Ադամյան, Գալանյուս։